18 տարեկան երեխաների համար վճարումները իրականացվում են պետական բյուջեից։ Եվ ես հույս ունեմ կան ներկաներից, որ արդեն օգտվել են առողջության ապահովագրության համակարգից։ Չէ, կան, ձեր ընտանիքի անդամները օգտվել են։ Դա շատ կարևոր է, եւ ես ասում եմ, որ առաջին հերթին դա իհարկե մենք 65+ տարիքի մեր հայրենակիցների համար ենք արել, մեր քաղաքացիների համար ենք արել, բայց մենք նույնքան նաեւ իրանց երեխեքի զավակների համար ենք արել, որովհետեւ ով որ տարիքով ծնող ունի, միշտ մտքում այդ բանը կա, որ հանկարծ Աստված չանի, տարիքա եւ այլն, մի խնդրեմ եղավ, ո՞նց ենք լուծելու մենք այդ խնդրեմը։ Նույնը նաև ասում եմ, մենք դա արել ենք ծնողների, երեխաների եւ երեխաների ծնողների համար նաև, որովհետեւ այդ բոլորը ծնողներն էլ մտածում են, որ եթե երեխան հանկարծ առողջական խնդիր լինի, ո՞նց է լուծվելու այդ խնդիրը։ Ես ասում եմ, այդ խնդիրը լուծվելու է եւ լուծվում է հետեւյալ կերպ. ձեր հարազատ պետությունը, Հայաստանի Հանրապետությունը ձեր կողքին կանգնած է եւ ձեր հարազատ պետությունը ձեր կողքին կանգնած է եւ ձեր առողջական խնդիրը ձեր պետության հոգսն է, ձեր սոցիալական խնդիրը ձեր պետության հոգսն է եւ ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ միջին կենսաթոշակը ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղը։ Հիմա մենք թոշակները բարձրացրել ենք այնքան, որ մարդը թոշակարուն կարա ծերը ծերին հասցնի։ Սա մեր երազած արդյունքը չի, ժողովուրդ ջան։ Մենք չենք ասում, վերջ ծերը ծերին պետք է հասնեն, ուրեմն հասնեն, ուրեմն մենք մեր խնդիրը լուծել ենք։ Բայց եկեք հաշվի առնենք, որ 2018 թվին նվազագույն կենսաթոշակը եղել է 16000 դրամ։ Մենք եկել ենք սկզբից կրկրապատկել ենք նվազագույն կենսաթոշակը եւ 18 թվի տեսքով թոշակը 5 անգամ ավելացրել ենք 5 տարբեր որոշումներով, ուղղակի կամ անուղղակի։ Եվ հիմա նվազագույն կենսաթոշակը 46000 դրամ է։ Դրան գումարած նաեւ անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը շատ ավելին է եւ միջին թոշակը ըստ էության ավելի բարձր քան սպառողական զամբյուղը եւ սա դարակազմիկ փոփոխություն է Հայաստանի Հանրապետության սոցիալական կյանքում։ Ժողովուրդ ջան, ես կարամ խոսեմ ճանապարհների մասին, դպրոց ենք առաջիկայում կառուցելու Ալագյազում, ճիշտ է, մանկապարտեզը կառուցել ենք, մարզադպրոցը կառուցում ենք, ֆուտբոլի դաշտը կառուցել ենք, ժամանցի բանի կենտրոնը, հանդիսությունների սրահը հեսա ավարտին կհասվի, այդ ամեն ինչը շատ կարևոր է, բայց այդ ամեն ինչը նույնիսկ այս պայմաններում այսօրվա դրությամբ, այս ընտրությունների համատեքստում ամենակարևորը չի։ Ամենակարևորը խաղաղությունն է։ Ամենակարևորը այն է, որ հաստատվել է խաղաղություն։ Ամենակարևորն այն է, որ հաստատվել է խաղաղություն եւ ծնողները երեխեքին բանակ ուղարկելիս, տղաներին բանակ ուղարկելիս գիշերը հանգիստ քնում են։ Ցավոք մեր բանակում դեպքերը լինում են, ժողովուրդ ջան, բայց դեպքերը լինում են նաեւ մեր գյուղերում, չէ՞։ Մեր գյուղերում, այսինքն նկատի ունեմ խաղաղ պայմաններում դեպքերը լինում են, իհարկե ամեն ինչ արվում է եւ բարեբախտաբար բանակում այդ դեպքերի թիվը նվազում է, բայց հիմա մեր կյանքում էլ գյուղում, քաղաքում, բնակավայրում, կողքի գյուղ գնալիս, քեֆ անելիս դեպքեր պատահում են։ Մենք ամեն ինչ պետք է անենք դա վերացնելու, նվազագույնացնելու համար, բայց խաղաղությունը ամենակարևորն է։ 20-26-ին ընդրում ենք 16-ին։ Ահա։ Դե լավ, դե որ դուք տենց կարճ կապեցիք, ես էլ տենց կարճ կապեմ։ Եվ ուրեմն, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Բայց շատ կարևոր է հասկանալ, թե ինչի ենք քվեարկում 16-ին, որովհետև դա ինքնանպատակ չի։ Մենք 16-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, խաղաղությանը, ապագային, անկախությանը, Ալագյազ խոշորացված համայնքին, Արագածոտնի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Չթողեց ելույթ ունենալ, սենց կարճ կապեց կտրեց, սենց բան չեր եղել։ Լավ եղեք, շնորհակալ ենք շատ, ժողովուրդ ջան։
սիրում ենք բոլորիդ, հպարտանում ենք բոլորովդ եւ խոնարհվում ենք բոլորիդ առաջ ու ամենակարևորը դուխով ժողովուրդ ջան, դուխով